Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC լուրերը սկսում է իր աշխատանքը, ես Գառնի Մութաֆյանն եմ։ Քննչական կոմիտեն 7 հոգևորականի նկատմամբ քրեական վարույթ է սկսել, իսկ 6 եպիսկոպոսի և 1 ամուսնացյալ քահանայի արգելել է լքել երկիրը։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ օրերս կարգալույց հռչակված Արման Սարոյանի գործի համար։ Եպիսկոպոսներին մեղադրում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Փաստաբան Արմինե Ֆանյանի կարծիքով այս քայլով ուզում են տապալել Ավստրիայի ժողովը։ Հոդվածի սանկցիան կարծես թե թույլ չի տալիս, որպեսզի կալանքը որպես խափամիջոց կիրառելու միջնորդություններ ներկայացվեն, ոչ մեծ ծանրության հանցագործություն է ամենայն դեպս մի քիչ արդեն ծիծաղի ժանրից կլինի, էլի, որ ինչ-որ այս մասով էլ չնայած իրենց ամեն բան սպասելի է, բայց բոլոր դեպքերում չեմ կարծում, բայց ազատ տեղաշարժի սահմանափակումներ ենթադրում են, որ կլինեն, որտեղ նպատակը կարծում եմ բոլորիս էլ պարզ է, ինչու է շաբաթօրով այս հապճեպությունը, մի անգամից մեղադրյալի կարգավիճակով։ Ապօրինի սահմանադրությանը հակասող գործ է, համոզված է Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Հոգևորականը քննչական կոմիտեից դուրս գալուց հետո ասել է, որ եպիսկոպոսներին որպես մեղադրյալ հարցաքննելը եկեղեցուն լռեցնելու փորձ է, իսկ նախկին եպիսկոպոսի կարգալուծության վերաբերյալ հարցին ի պատասխան Հովնան Սրբազանն ասել է, որ մայրաթոռը որևէ հակականոնական քայլ չի արել։ Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկություն է բերել Հրատար Հայրապետին։ Երբ պատմական ակնարկով բազմաթիվ լեցուն դեպքեր կան, որոնք հրապարակվել են նաև։ Հովնան Սրբազան, աննախադեպ է դա, կարծես թե առաջին դեպքն է, երբ դատարանում քննվում է թեմի առաջնորդի և վեհափառի։ Դրա համար էլ ասում ենք այս ամենը ապօրինություն է։ Ցանկացած մի գործ Հայաստանի Հանրապետություն եւ աշխարհում ուր էլ որ լինի, պետք է այս ամենը դիտարկվի Սահմանադրության լույսի ներքո։ Իսկ սահմանադրությունը ինչ է ասում, իրենք ճիշտ հակառակն են կատարում։ Դրա համար էլ մենք ասում ենք ապօրինի է այս ամենը։ Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանն էլ ասել է, որ Գևորգ եպիսկոպոսին կարգալույց հռչակելու որոշումը վեհափառը միանձնյա չի կայացրել։ Դա տեղի է ունեցել Գերագույն հոգևոր ժողովի որոշմամբ։ Մենք ուղղ ենք կարել անվերապահ հնազանդություն ամենայն հայոց հայրապետին, ով կլինի հայրապետ այդ ժամանակ, մենք պետք է ենթարկվենք եւ հնազանդության ուխտը պահենք, չգիտեմ ով ոնց է մտածում ինչ անում, մեր կարգավիճակը ուխտով է եւ այդ ուխտը մենք ընկել ենք Աստծո հետ եւ Սուրբ Էջմիածնի հետ։ Նաթան արքեպիսկոպոս Հովանիսյանը ևս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Սրբազանի նկատմամբ նույնպես բացակայելու արգելք են կիրառել։ Նա ևս որևէ մանրամասներ չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքի մասին։ Անդրադարձել է Արման Սարոյանի կարգալույց հռչակելու որոշումը բողոքարկելուն։ ԳԽ-ն որոշում չի կայացրել, այլ ԳԽ-ն որոշել է առաջարկել ամենայն հայոց կաթողիկոսին, որովհետև կարգալուծությունը միայն ամենայն հայոց կաթողիկոսի մենաշնորհն է։ Իսկ այս քայլերն ինչու են։ Եվ որևէ մեկը չի կարող ամենայն հայոց կաթողիկոսի նման տնօրինությունն ու որոշումները չեղարկի կամ միջամտի։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել հայ առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորապես առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները, հայտարարել է մայրաթոռն ու խստորեն դատապարտել իշխանության այս քայլը։ Մայրաթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքի շրջանակում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել եկեղեցու ինքնավարության իրավունքը։
Իսկ այս հարցաքննություններին նախորդել էր եւս մեկ աղմկահարույց որոշում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանագրով լուծարվեց 20 տարուց ավելի հոգևոր ծառայություն մատուցած զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը։ Զինված ուժերում ծառայող հոգևորականները զինվորների կողքին են եղել պատերազմի, համավարակների, մկրտության ու հոգևոր զրույցների ժամանակ։ Նրանք մտահոգված են, որ հոգևորականներին ու զինծառայողներին բաժանելը կխորացնի միջանձնային հարաբերություններում վեճերը, զինվորների ինքնասպանության վեճերի դեպքերը։ Ես շատ մեծ ցավ եմ ապրում նման ելքի համար, անկեղծորեն ցավ եմ ապրում, որովհետև երբեք չէի ուզի տեսնել այսպիսի իրավիճակ։ Ցավ եմ ապրում, որ անմիջական առումով հոգևորականները որպես այդպիսին չպիտի մասնակցություն ունենան զինվորի կյանքում։ Մենք բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում եւ այդ միջոցառումները ցավի սիրտ այսօր չգիտեմ ինչպես պիտի կատարվեն, ամեն դեպքում մեզ համար ցավ է այնտեղ ոչ թե մեր անձնական ներկայության առումով եմ ասում, այլ այնտեղ հոգևորականներ չտեսնել։ Հուսամ, որ սթափեցնող կլինի այնուամենայնիվ հոգևոր սպասավորությունը լուծարել, սա աբսուրդ է։ Իսկ աղմկահարույց որոշման հաջորդող առավոտյան քանաքեռի զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը պատկանող Սուրբ Աստվածածին եկեղեցին հսկում էր ռազմական ոստիկանությունը։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե մի քանի զորամաս կա շրջակայքում, նրանք էլ բնականon ծառայություն են մատուցում։ Մինչդեռ Տեր Պսակ քահանան ասել է, որ երբևէ սովորական օրերին ռազմական ոստիկանության ծառայող եկեղեցու շրջակայքում չի տեսել։ Մեր նկարանող խումբը շաբաթ եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցում եւ զրուցել Տեր Պսակի հետ։ Տեսա ռազմական ոստիկանության մեքենան այստեղ պարեկություն է անում, չգիտեմ ինչի, որովհետև աննախադեպ երևույթ է, այսքան ժամանակ նման բան չէի տեսել, որ ռազմական ոստիկանության մեքենան այստեղ ներկա լինի, չգիտեմ ինչ որ ծառայություն իրականացնի, եթե իհարկե այդպես մեծ միջոցառումներ չեն եղել, որ կապված է եղել պաշտպանության նախարարության հետ։ Ու դուք ինքներդ եք տեսնում, մարդ չկա, եկեղեցին դատարկ է, մենք հետո պիտի ժամերգություն անենք, չգիտեմ ինչի իրենք այստեղ են, ինչ նպատակ ունեն, ինչ են իրականացնելու, չեմ կարող ասել։ Ռուսաստանի Դաշնության Էսենտուկի քաղաքում հավաք է եղել հաջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Հայ համայնքի ներկայացուցիչները գործընկերոջս հայտնել են, որ ակցիայի միջոցով կոչ են անում անհապաղ դադարեցնել այն բոլոր գործողությունները, որոնք ուղղված են հայ առաքելական Սուրբ եկեղեցու վարկաբեկմանը, հեղինակության խաթարմանը, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի դեմ իրականացվող հարձակումներին, ազգային պառակտման խորացմանը։ Պահանջում են ազատ արձակել բարձրաստիճան հոգևորականներին, եկեղեցու աջակիցներին եւ ազգային բարեգործներին։ Իզմիրլյան բժշկական կենտրոնում Հայր Հովհաննես Թորգոմյանը պատարակ է մատուցել։ Միքայել Սրբազանը, որը վիրահատությունից հետո դեռևս բժշկական կենտրոնում է, պատարակին մասնակցում էր հիվանդասենյակից, հայտնել է ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել հացահատիկով բեռնված 25 վագոն, ընդհանուր 1746 տոննա։ Հիշեցնեմ, ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ 2026-ի հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ եւ 4103 տոննա ճանապարհին է։ Ճանապարհին է նաեւ 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան դիզել։ Հետքի տեղեկությամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ։ Ընտրվել է խափանման միջոց, պաշտոնավարումը կասեցվել է։ Քննչական կոմիտեն անուն չի հայտնել, սակայն մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը լրատվամիջոցին հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին վերաբերող քրեական հետապնդման որոշում են կայացրել։ Մասնավորապես դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառել են բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը։ Ի
Իրան-Միացյալ Նահանգներ լարվածությունը չի հանդարտվում։ Իրանի դեմ պատերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Իսկ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 48 ժամվա ընթացքում կհարվածի Իրանին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրան են ուղարկել ավիակիր հարվածային խումբ։ Իլհամ Ալիևը պաշտոնական Թեհրանին հայտնել է, որ Ադրբեջանը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու հարցում։ Ադրբեջանի նախագահը ըստ ադրբեջանական աղբյուրների հեռախոսով զրուցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Ադրբեջանը կողմ է հարցերը բանակցություններով եւ փոխըմբռնումով լուծելու տարբերակին։ Ülkemizden kim kırıldı, kim kaldı? Ben senin ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ձերբակալել նախկին նախագահ Բարակ Օբամային։ 2016 թվականի նախագահի ընտրությանը հաղթելու համար Ռուսաստանի հետ գործակցելու մասին կեղծ մեղադրանքների համար։ Սպիտակ տան ղեկավարը պնդում է, որ Օբաման անձամբ է հրամարել կենտրոնական հետախուզական վարչությանը կեղծ հետախուզական տվյալներ հորինել 2016 թվականի ընտրության վերաբերյալ։ Թրամփը համոզված է, որ նախկին նախագահը հեղաշրջման փորձ է արել, որի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի։ Եվ վերջում եղանակի մասին։ Տեղումները կշարունակվեն, բայց առջևում տաք օրեր են։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ից 3-ի, ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով, Արարատյան դաշտում եւ նախալեռներում 4-ից 6 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի ժամ 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք առայժմ։